Կիրեկի ժամը 22-ին Սուրենկյան հերթական թողարկմանը դիտեք։ Իրանում արյունալի բախումներն ու Հայաստանում Իրանի դեսպանի բազմանշանակ հայտարարությունները, արդյոք Հայաստանը եւս կդառնա ռազմական գործողությունների թատերաբեմ եւ ինչու Միացյալ Նահանգները աչք չեն փակի հայ-իրանական տնտեսական գործակցության վրա։ Բնորոշ չեն սովորական ցուցարարների վարքին։ Իրանը չի հանդուրժի օտարերկրացիներին ծառայելը։ Վստահությունը իշխանության նկատմամբ իջեցվի նվազագույնի։ Մենք շատ ուժեղ կհարվածենք նրանց։ Այսօր հեղուկ գազի 240 գրամ գինը ինչ-որ չափ պայմանավորված է դրանով։ Համընդհանուր ապահովագրության ծրագրի տապալված մեկնարկն ու տարական բաղադրիչների բացակայությունը, որն է կիսատ պրած ծրագրի ափալ-թափալ գործարկելու պատճառը եւ ինչեր պատմում չի վարած հիվանդը։ Հուլիսն էլ անցավ, օգոստոսն էլ, ամբողջ տարին էլ։ Տեխնիկական ցուցումներն այսօր էին ստացել։ Խնդրում ենք ասենք 2 ժամից կմոտիկանա։ Հիվանդանոց հասնելու այս ժամանակ այս հատվածում խնդիր ունեն։ Տիկին Ավանեսյան, ինչ կա չկա։ Իրականապես ամբողջ ծավալը շատ մեծ է ինֆորմացիա։ Խոսքը վերաբերվում է հիվանդանոցների անհասկանալի աշխատանքին։ Տնային կալանքի առանձնահատկություններն ու սահմանափակման տակ ընկածի բացառիկ հարցազրույցը, անձի տեղաշարժին հետևող սարքերն ու անհիմն կիրառվող խափանման նոր միջոցները։ Սարքի կիրառմամբ արգել էին բռնարարին։ Մարդիկ հնարավոր է ամիսներով չկարողանան մաքուր չնչել։ Կարող է կիրառվել այդ էլեկտրոնային վերահսկողության այդ միջոցները։ Ցույց տա թե քանի տոկոս դիսկավորում ունի այս սարքը։ Շատ վտանգավոր է իրան ազատության մեջ չենք կարող թողնել։ Մարդու դեմ դառնում է պոտենցիալ գործի։ Ճանշինների անգործության հետևանք վթարներն ու երթևեկելի գոտուց դուրս թռած մեքենան, ողբերգական ինչ ավարտ ունեցավ Զինգրքույկի հետևից գնացող երիտասարդի ուղևորությունը եւ ինչպես են մահացու վրա երթ կատարելուց հետո ճողոպրել դեպքի վայրից։ Մերսեդեսա, չէ։ Ռուկա։ Ավտո չկա աշտապօգնությունը մոտենա։ Ցավամի պա ոչի։ Տեղից։ Տնակում մնակվող 8 հոգանոց ընտանիքի հետ պատահած հրաշքն ու անսպասելի երջանկությունը, ինչպես եւ ում շնորհիվ դարձան տանտեր եւ ինչը խոստացել անանուն բարերարը։ Սարմարանն ամառազիվ կանա։ Մենք իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Չի ներկայացել, նույնիսկ անունը չգիտե։ Ոնց որ հեքիաթում լինեի։ Կասուն կայ, աման, չաման, ամեն ինչ էլ արել եմ։ Աշխարհի ամենաուրախ մարդիկը դառանք։ Ինչ ունես այսօր Աստծուն ասելու։ Շնորհակալ եմ։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։